Ես Գայանեն եմ, եկել եմ Արցախից 2023 թվականի վերջին պատերազմից հետո, երբ Արցախը հայաթափվեց և ստիպված եղանք լքելու մեր երկիրը։ Այստեղ եմ արդեն 3 տարի, և այդ տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ցավոտ պահեր, անդառնալի հիշողություններ, կեցության խնդիրներից մինչև հոգեբանական։ Իսկ առհասարակ 2022 թվականից ի վերուստ իմ կյանքում մեծ անդառնալի հեղաշրջում կատարվեց, որտեղ կորցրեցի հորս, հայրենիքիս համար կորցրեցի հորս և վերջում երկուսին միառժամանակ կորցրեցի, հորս կորցնելով հանդերձ կորցրեցի իմ ինքնությունը, եսը, իմ երջանիկ ու անհոգ հորերի ապրուստը ու շուտով փետրվարի 5-ն լրանալու, շուտով փետրվարի 5-ն դառնալու ու մեծ հպարտությամբ և ցավով եմ այդ օրը արդեն 4 տարի է դիմավորում, որովհետև և հպարտություն է և ցավ։ Հպարտություն է, որովհետև հորս նույն ծննդի օրն ու ժամին եմ ծնվել, տատիկի պատմելով 1976 թվականի փետրվարի 5-ին հենց ծնվել էր հայրս Արթուր Յուրիի Խաչատրյանը Մարտակերտի շրջանի գյուղ Վերին Հոռաթաղում, նշելով այդ ծանր տարիների իրավիճակները, տատիկը նշում է, որ այդ ժամանակ հենց իր այդ ծնվելու պրոցեսը ժամանակահատվածում լույս չի լինում և բժշկուհիները օգնելով, որ ծննդաբերությանը նորմալ կատարվի մոմի լույսի տակ, ասում է հենց որ հայրը ծնվում է, լույսերը տալիս են, այսինքն լույսը ծնվում է ու ինքը հենց այդ նույն լույսը, երբ 26 տարեկան է դառնում, մայրս Անուշը ինձ կյանք է պարգևում ու միշտ մեծ հպարտությամբ էին նշում, որ դու հենց հայրիկի ծննդյան նվերն ես, այսինքն չգիտեմ, կրկնակի երջանկություն ու հպարտություն էր դա ինձ համար, ամեն տարի միշտ դպրոցում ասում էի, գիտեք, իմ ծնունդը մի ծնունդ չի, իմ ծնունդը 2 ծնունդ էր ու արդեն 4 տարի է, ինչ այդ օրը ես էլ լիարժեք չեմ, չգիտեմ, միառժամանակ և ուրախ եմ, և ցավոտ հպարտ, և այդ բացը, այդ կիսատ լինելը ոչ մի ձևով չի լրացվում ու հայրիկիս խոստում ունեի տված, որ 4 տարի առաջ, հենց 22 թվականին Ստեփանակերտում մի հատ խանութի սրահում սիրուն շորիկ էի տեսել, երեկվա պես հիշում եմ, սենց առաջինը մտքիս եկավ, որ հայրիկի 50-ամյակին ու իմ 24-ամյակին հենց այս տիպի շորիկ կարել կտամ հատուկ ու ինքն էլ սիրուն կոստյումով ու դե բավականին հասուն կլինեմ, կաշխատեմ սիրուն մեջ շքեղ ծնունդ կնշենք ու այս տարի արդեն, որ իրա 50-ամյակն էր, չգիտեի, 2 միտք ունեի, նշել, թե չնշել, նշել, հիշել այդ օրը, որովհետև ինչքան էլ ընտանիքը ամենամոտ հարազատները իրեն հիշում են, մեկը չի կարող էլի սովորական մի օր մնացածի համար դառնում, այդ օրը չգիտեմ մի ուրիշ հիշողության էի ուզում վերածել, փետրվարի 5-ը, որ պիտի մոտիկանա, մեկ էլ մտածեցի, որ անիմաստ է, որովհետև առանց մարդու ներկայության ծնունդ նշել, չգիտեմ, տատանումների պատճառով մնացել էի օդում։ Ու ինչքան էլ ժամանակն ու տարածությունը առհասարակ շարունակվում են առաջ ընկնել, մեկը մարդու ցավը իրենից չի պոկվում։ Սպին անգամ, եթե մարդու սրտին սպի է դառնում, մեկը օրերից մի օր այդ սպին նորից հիշողություն է դառնում։ Ինչպես ասում էի Հրանտ Մաթևոսյանը, որ ասում է մարդը անասունից հիշողությամբ է տարբերվում ու հենց այդ ցավոտ հիշողության պատճառով կողքից հատվում, թե կյանքը հեշտ է, մեռնողն է մեռնում, ապրողը ապրում է։ Ես այդ կարծիքին ճիշտ ասած կողմնակից չեմ, որովհետև առհասարակ
եթե քեզանից խլում են քո ապագան, քո ներկան, քո առհասարակ լիարժեքությունը, ինչպես դու կարող ես մի տարի հետո, 5 տարի հետո, թեկուզ մինչև կյանքի վերջ, չեմ կարծում, թե մարդը կարող է երջանիկ ու լիարժեք լինել, ու այդպես 4 տարի ամեն անգամ այդ օրը գալուց իմ համար շատ ցավոտ է։ Պատկերացրեք, ես չեմ կարող սենց լիարժեք հասեմ իմ ծնունդն է, որովհետև ցավը սրտումս այդ կիսատ մնացած հիշողությունները, դատարկությունը իմ ներսում է ու որ ինձ ասում են շնորհավոր, ես դրանից մի տեսակ չեմ կարողանում ուրախանալ, բայց ամբողջ տարին ու առհասարակ ես իմ տեսակով միշտ սիրել եմ կազմակերպել, ուրախացնել, բոլորը ինձ տենց գիտեն, տենց են ճանաչում ու վերջին ծնունդը մեր որ նշել էինք 2019 թվականին էր, 2019 թվականին լրացել էր, կներեք 2021 թվականն էր, 19 ամյակս էր ու իրա 45 ամյակն էր։ Ստեփանակերտում անակնկալ տարբերակով կազմակերպել էի երեխաներով ամենամոտիկներով ու իրեն կանչել, զանգել էի ասում էի պապ, ասում է հա ջան, ասում եմ պապ, այսինչ օրը, այսինչ ժամին կգաս տվյալ հասցի, ասում է ինչ կա բա տենց, ասում եմ դե ասում են մեր ծնունդն է ու այդ օրը եկավ ամենը իմ կողմից թե ֆինանսապես, թե կազմակերպչական առումներով ու առհասարակ զարմացել էին էլի ոնց կարողացար այդ բուջուր տարիքում 19 տարեկանը այդքան էլ մեծ տարիք չէր, ասեցի որովհետև իմ համար այս օրը մի ուրիշ հպարտություն է ու դրանից հետո ասում էի վերջ ամենը անելու եմ որ այս օրը ամենալիարժեք լինի ու մի անգամ դաժե զրույցներից մեկում ասում էի տենաս կյանքում առհասարակ որ ում էլ որ ընտրեմ ինքը կարողանալու է այդ օրը նես ձևակերպի որ մենք իրար հետ ծնունդ նշենք այսինքն այդ տարանջատումը առհասարակ չլինի ու արդեն 22 տարեկանս երբ որ լրացավ 20 տարեկանս երբ որ լրացավ արդեն խառնում եմ 22 թվականին 20 տարեկանս երբ որ լրացավ տանը ասեցին դե ամեն տարի ծնունդ չես անելու բան ոչինչ մի տարի էլ մի նշի տենց չուզեցա որ տենց ասեցին էլ ոչ մի բան չասեցի դե 19-դ նշել ես 20-դ ոչինչ ու այդ օրը որ եկավ քաղաք բանը մինչև այդ քաղաքում համ սովորում էի համ աշխատում էի ասեց ինձ դուր չի գալիս որ դու ժամի ես ավարտում այդքան էլ հարմար չի ոչինչ եթե ուզում ես տարած գտիր ծաղիկների աշխարհում էի խորացած ֆլորիստ էի ասես դու տարած գտի ոչինչ մենք կվարձակալենք կաշխատես ես այդ վարձակալության գինը կտամ դու կաշխատես ու ոգևորված ընկերուհուս հետ քաղաքի ծայրից մինչև մյուս ծայրը անգամ ոտով քայլում էինք որ տեսնանք որը տարածքի վրա էր գրած որ վարձով են տալիս ու 2 շաբաթում տարածքը գտանք գնացի գյուղ ասեցի ու հենց հետ օրը որ եկավ չէին պատկերացնում որ իրոք ոչ մի բան չեմ ձեռնարկել տորթ ու մնացած այլ պարագաները գիշերը ընկերուհիներս էին զուտ եկել շնորհավորելու ու այդ 20-ամյակիս նվերը դառավ խանութ վարձակալել այսինքն այն փոքրիկ աղջնակի երազանքներից մեկը կատարվեց ասեց բանը ես ուզում եմ որ ինձ խանութ լինի ու ամենը ես անեմ այսինքն ես սկսեմ իմ բիզնեսը իմ աշխատանքը հենց ինքս ինձանով իմը լինի ուրիշի համար չաշխատեմ երկմտանքով էր բացել անգամ երեկվանման հիշում եմ ասեց բայց ժամանակը չի շատ է շտապում հիմա սովորի որ մարդ դառնաս ասեցի պապ մարդ դառնալը սովորելով չի բնորոշվում մանավանդ միշտ էլ հակասական եմ եղել իմ ընտրած բաժնի հետ չուզենալով եմ սովորել ինչ որ ճիշտ է որովհետև այլ բաժին ու մասնագիտություն եմ ուզել ու այլ եմ սովորել ու որ ասում էր շտապում ես դրա ժամանակը չի ասում էի պապ չգիտեմ ինչի բայց ես վախ ունեմ ժամանակից վաղ ժամանակից այսինքն չհասցնելու վախը որ ինչ որ մի հատ ակնթարթում կարող է սա հեղաշրջում լիներ ու այդ 22 թվականը որ մտել էր ես
այդ վախը ներսից էր դուրս չէր գալիս, անընդհատ երազներ էի տենում, օրինակ հարազատի կորուստ կամ առհասարակ նենց մի հատ վատ բան, բայց կյանքում չէի պատկերացնեի իր դեպքը ու 22 թվականի մուտքը, որ պիտի լիներ, անգամ նոր տարուն եկել էր գաղակ մեր հետևից, ես ու մեծ քուրս աշխատում էինք, մեծ քուրս գնաց, գործից թողեցին, բայց ինձ գործից չէին թողել ու դա էլ ամբողջ կյանքում իմ մեջ նշմարված, որ նես չի, ասենք ինչ վարձատրություն են ինձ տվել, բայց ես այդ օրը, այդ ամենակարևոր օրը, որ պիտի մարդ իր ընտանիքի հետ նոր տարի դիմավորի, բայց ես գործի տեղն եմ դիմավորել, որպես ինչ չգիտեմ։ Ու այդպես բացում ենք խանութը, աշխատացնում մի քանի ամիս ու որոշում եմ, որ գամ Երևանում խորանամ մասնագիտությանս մեջ։ Գալիս եմ ամառը համոզում եմ համասարանի հետ խնդիրներ ա լինում, մի հատ դասախոս չգիտես ինչու, ինչա թե իր սրտով չէի, անընդհատ քննությունս չէր նշանակում։ Ես անգամ պատրաստ էի համասարանը թողել, որովհետև չէի սիրում այդ մասնագիտությունը, այն գիտելիքը, այն ոգևորությունը, որ պիտի մարդ սենց անընդհատ ընկղմվի, սովորի, հմտանա, գիտեի, որ մեկը ես ինձ կյանքում բանասիրական եմ սովորել, հայոց լեզու գրականություն, այսինքն լրագրություն էի ուզում, չստացվեց այդ բաժինը, հետո դիմորդների սակավության պատճառով հաջորդ տարի էլ ընդհանուր բաժինը փակվեց, էլ չկարողացա, որ բաժինս փոխեմ ու ստիպված այդ բաժինն եմ սովորել ու ինչա թե հեռակա բաժնից ես փոխարինել եմ արկա բաժին, մեր լեսբյան բյոնի վարիչը շատ վատ ձևերով, չգիտեմ ես ամենի մասին ինք թե կնայի, թե առհասարակ ինչ կանի, մեկը ասում եմ, ինչքան էլ ցավը կամ ժամանակը անցնում է, մարդուն հասցրած հիասթափությունը երբեք չի մոռացվում, ու լավն էլ չի մոռացվում, ու քննությունս չէր նշանակում։ Իմ դիմաց կանգնել էր, ասում էր, ինչ ուզում ա լինի, երկրաշարժ, պատերազմ, չգիտեմ ինչ, չէր նշանակում քննությունս։ Ու հայրս երկմտում էր, ասում էր, դրա ժամանակը չի, ոչինչ, սովորի, քննությանդ միասին կգնանք։ Օգոստոսի վերջ քննությունս էր լինում, մինչև այդ ասում եմ, դե լավ, ապա 2 շաբաթ կգնամ Երևանում հմտանամ մասնագիտությանս մեջ, որ խանութում ոչ թե պարզապես ուզում էի ծաղիկ վաճառք լիներ, այլ մաստեր կլաս, այսինքն ուսուցողական դպրոց լիներ։ Ինքը որպես մասնագիտություն խորացված ֆլորիստիկան հենց սովորացնեի ու եկա այստեղ երկրորդ օրը ամսի 2-ին գնում եմ ծանոթանում տվյալ տեղը, որ պիտի սովորեմ, ամսի 3-ին առավոտյան նույն տեղը գումարը տալիս եմ ու ոտի վրա ընկերուհիս անընդհատ զանգում էր, ուր ես, արի ինձ մոտ, ինքն էլ հրազդան էր եկել, ասեցի ինչ ա եղել, ասում ա չգիտեմ, սիրտս մի տեսակ բանը, ուզում եմ մոտս լինես, բայց ամսի 1-ին էլ զանգել էր, ասում էր, գիտես, որ բանը ձեր մոտ դրմբոնում, դե դրմբոնում էր հենց այդ չաստը, որտեղ ինքը համ ծառայում էր, համ աշխատում, ասեցի, չէ, դե պապան ասեց համար 1-ը, արդեն այնքան էր այդ համար 1 ասվածը սենց սովորական երևույթ դարձել, որ մարդիկ արդեն սովորական էին դրան նայում, չէին էլ լարվում ու այդ օրը ամսի 1-ին եմ վերջին անգամ խոսացել պապայի հետ, ասեց դե հա ոչինչ, համար 1-ը էլի ոչինչ ու այդ օրը, որ ես գումարը տվեցի, ընկերուհիս ասեց, ոտի վրա մենակ զանգեցին տնից, ասեցին բանա վիրավորվել է, բառացի չասեցին էլ, որ արդեն զոհվել է, տատին էլ գյուղից ուտելիք էր բերում, տնական, որ երեխեք Երևանում սոված չմնան, մտածում էր խանութից չենք կարողանալու գնենք, ինքն էլ ճանապարհի կեսին արդեն համարյա հրազդան տենց հասած, զանգում է, ասում է բանը, ուր եկեք հրազդան ու քորիկս էլ այդ ժամանակ այլ ոլորտ էր եկել, որ հմտանար, սենց երկուսով Երևանում էինք։ Չգիտեմ ինչ վիճակում եմ հասել, դիմահարդարումս հենց խանութում մաքրել, սենց ձեռներս դողալով, դաժե չեմ հիշում, ինչ եմ վերցրել, ինչ չեմ, մենակ գիտեմ, որ դրամապանակս գոնե պայուսակիս մեջ ա եղել, վերցրել ենք եկել, ռայկոմից դեպի Հրազդան ենք եկել ու բանը տաքսու վարորդն էլ անընդհատ անիմաստ բաներ էր խոսում, չեմ տանում, տեղ չկա բան, են որ մարդու սրտից արյուն էր գնում ու այդ վիճակը սենց անջատված ցնորվածի պես հասնում ենք այդտեղ։ Մեկ էլ բան
ընկերուհիս կանչում է իր հոպարի տուն, գնում ենք այնտեղ, երկրորդ հարկում էր կարծեմ տունը, ու տենց այդտեղ սենց լարված վիճակի, դողացող վիճակի, չգիտես անորոշ ես, ոչ հստակ գիտես վիրավորա, ոչ գիտես զանգել չի գնում, ոչ միցև կապ չի կարողանում հաստատվել հայրիկի հետ, ու սենց պատահական Facebook-ը թերթելով կարդում եմ իր անուն ազգանունը, մահացու վիրավորված, թե ինչ, ու ասում եմ, այ մարդ, բայց էսի մահացածի դեպքում են սենց գրում, ոնց կարա սենց գրեն, ու չգիտեմ ինձանից անկախ, ինձանից ինչ ձեն ա դուրս գալիս, ու այդ շենքի 5 հարկի ժողովուրդը հավաքվում են այդ տանը, ամբողջը չգիտեմ ինչ վիճակ ա լինում, դողում եմ, մենակ աչքիս առաջ սենց տատիկին եմ ունենում, որ ինչքան էլ իմ սիրտը չդիմանա, նախ ինքը ծնողա, հետո էլ իր սիրտը կարա չդիմանա, էլի զսպում եմ ինձ, մեկ էլ, չգիտեմ, ձեռքներից ես բռնում անկերուհիս, ուզում են հանգստացնել, արդեն այսու անկողմից զանգում են, ցավակցություններ են հայտնում, ասենք, մարդու այդ լարված, այդ անորոշ վիճակը ու ցավակցություններ, գրություններ են ուղարկում ու Հրազդանում հիշում եմ, մի հատ բուջուր մատուռ ա լինում, գնում ենք սենց բռով մոմ ենք վերցնում, որ վառենք, երդվում եմ, մոմը չէր վառվում, մի 30 հատից ավել վառել էինք ու ինք անընդհատ հանգում ա, ու տենց էլ չգիտեմ, հետո հետ եկանք, խոսացինք տաքսու հետ, նորից տաքսով եկանք ռայկոմ, մորքուրիս տունն էինք մնում, այդ ամբողջ վեշերը ուղղակի լցրեցինք տուն, ձեռած շորեր, ամառեր օգոստոսի 3-ին, ու այդ ամառեի շորցիկով շորերով ու առհասարակ կյանքում միշտ ես գուլավոր եմ հագնվել ու չգիտեմ, տենց պահի տակ չեմ էլ հիշում ինչ ընկավ ձեռս հագանք, եկանք, որ հետ դառնամ նորից Արցախ ու ամբողջ ճանապարհին սենց Աստծո նկարը մի ձեռքիս էր, պապայի նկարը հեռախոսի էկրանին, աղոթքը բերանից եկել եմ, հետո որ հասանք Քարթելի քաղաքի ներքևում տատիկ պապիկի մոտ գազալցակայան կար, ավտոն կանգնեց, որ գազալցակայանում լիցքավորվեր, ասում եմ տատ, բայց խի են գնում տուն, պապան ստեղ հիվանդանոցում ա, հոպարը ասել էր, որ 50-50 ա, պիտի վիրահատություն կատարվեն ոտերի հատվածում, ու ասում եմ, բայց ոնց կարա տենց լինի, պապային թողում են գնան գյուղ, եթե գյուղ են գնում, ուրեմն ստեղ մի բան են չի, ու չգիտեմ, հասնում ենք տուն, տեսնում ամբողջը հավաքված, թե գյուղը, թե բարեկամները, ամբողջը հավաքված մեր տանը ու բացի մենք չգիտեմ, աշխարհը մի անգամից սենց փուլ եկավ ու դրանից հետո կյանքը բաժանվեց առանց իրեն ու իրենից հետոյի ու բացի այդ, որ պիտի գար իմ հետևից այդ ժամանակ ասել էր դե լավ, դու գնաս սովորելու, ես կգամ օգոստոսի 15-ին, որ երազանք ուներ Սիրուն մեծ սպիտակ ավտո պիտի առներ, ժզրույցներից մեկում հիշում եմ, որ ասում էի, պապ, ուզում եմ ավտո քշել սովորեմ, դեռ դպրոցական երեխայի 10-11-րդ դասարանում ասեց, դե լավ, ոչինչ, մի քիչ կքշեմ, քեզ կտամ, ու անգամ պայմանավորված էր, ումից որ պիտի առներ այդ մարդու հետ հեռախոսը համարը նկարները ամբողջը հեռախոսի մեջ էր, մենք արդեն դեպքից հետո ենք այդ ամենի մասին իմացել ու չգիտեմ, ասենք ինքը նենց բարի տեսակ էր, որ կյանքում ոչ մեկին անգամ մատը բուժ չկա էլի հանելուց բացի անգամ այդ նույն օրը, երբ ճաշարանում ընկերներով հավաքվել էին, որ ճաշեին ռեստորաններ բոլորի տեղը տվել էր, մի քանի հոգու գումար չէր երգում տվել էր, դե մարդիկ բարեխիղճ են գտնվել դեպքից հետո են արդեն բերել վերադարձրել, մենք անգամ կարող ենք չիմանալ էլի դրա մասին ու չգիտեմ ինչ անտանելի վիճակ էր, որ ցնորված էի, չէր կարողանում օգոստոսի 3-ին համարյա ժամը 3-ին էր ու ԱՏՍ-ով հարձակում ա լինում
չաստի վրա, ինքն էլ ճաշարանից դուրս գալուց այդ պահին լինում, ինքը եւ ընկերը ճիշտ է շտապօգնության մեքենայի մեջ են զոհվում, բայց դե կարելի ասել տեղում զոհվում են տատիկի ու պապիկի պատճառով գյուղում ենք հողարկավորում, որ ամեն պահ կարողանան շիրմին այցելություն ունենան, բայց ճիշտն ասած ես ու մեծ քուրս դեմ էինք դրան, նշել էինք, որ սրբերի տեղը սրբավայրն է, եռաբլուր բերեինք Երևան, բայց իր ընկերոջը այստեղ են հողարկավորել ու ամենաանտանելի բանը, որ 23 թվականի պատերազմից հետո բոլորը մտածում էին ինչ դուրս հանեն, չնայած մի մասն էր կարողանում, օրինակ մեր շրջանի վրա անմիջապես հարձակումներ եղել Մարտակերտի տարածքով մեկ, մարդիկ մազապուրս դուրս են եկել ու սիրտս անընդհատ դողում էր, որ 2016 թվականին քառօրյա պատերազմի ժամանակ 26 թվականին հայրս էր բոլորիս օգնում, գալիս էր քաղաքից բերում մեզ գյուղից որ դուրս գանք, այն որ չգիտեմ, այս անգամ ինքը չկար ու չգիտեի մերոնց ոնց կանեին այդ անորոշությունից ելնելով հոպարներ հանել, տարհանել իրենց ու տատիկն ու մայրիկս նշում են, որ անգամ ափսոսացել են մի հատ ինչ որ վերխ բաճկոն իրենց վրա գցեն տնային կոշիկներով, տնային շորերով դուրս են եկել, մտածելով, որ գնում են կողքի գյուղի անտառ, այդպես էին ժողովրդին տեղեկացրել, անգամ չէին էլ նշել, որ վերջնա, գոնե ձեր փաստաթղթերը, ձեր ոսկին, ձեր գումարը, այն նյութականը, որը կարաք հետո ինչ որտեղ գոյատևեք մինչև ոտքի կանգնեք, վերցրեք, չէին նշել ու տատիկը նշում է, որ անգամ փաստաթղթերն էլ չեն վերցրել, ամենը թողել են մտածելով, որ հետ են գալու, ափսոսացել են շորը վերցնեն, մինչև այդ էլ կողքի գյուղերից բերել էին ժողովրդին մեր դպրոցի նկուղ, այդտեղ որ պահոստավորվեն մինչև ու նշում է, որ մի քանիսին անգամ բերել են տունը սուրճ թե հյուրասիրել, հոգեբանական տենց վիճակ ցուցաբերել, որ մարդիկ այդ լարվածությունը մի քիչ թողեն ու սենց զրույցների մեջ ցնորվում եմ, ասում եմ ոնց մարդիկ խոճապի մեջ, հապշտապ սենց չգիտեն ինչ անեն, դուք էլ այդ պահին էլ եք հյուրընկալություններ ունենում ու ասում է դե հիմա ոչինչ, մենք ինչ իմանայինք ու տենց հոպարս իրենց գյուղի ամբողջ ժողովուրդը համարյա մեծ մասը մերոնց կամազով դուրս է բերում գալիս ենք Ստեփանակերտ ու հոպարի աղջիկն ու մենք էլ ուսանողներ ենք լինում, տանն ենք լինում, ես էլ այդ պատերազմը սկսելու պահին աշխատանքի եմ լինում ու 50 մետրի տարբերությամբ էր տունը աշխատավայրից, բայց դողում էի, վախենում էի, զանգ չկար, կապի խնդիր էր, որ զանգեի երեխեքին տեսնեի ինչ վիճակ է իրենց մոտ ու այդպես դողացող սրտով մի քանի օր մնացել, գնում էինք մեր օդանավակայան, ասկերան, խոջալու էին ասում այդ հատվածը ու նորից հետ դառնում, չգիտեմ, այդ օրերը, այստեղ գալը երևի սենց աստծո փրկություն էր համարվում, նշում էինք, որ եթե մենք ողջ մնանք, ուրեմն մենք կապրենք, այսինքն մարդը մենակ կյանքի կռիվ է տվել, այստեղ ճիշտ է շատ է զրույցներ լինում, որ նշում են, որ մնայիք ձեր հողը պահեիք, բայց հողը պահելը կհասկանա նա, ով հողի համար պայքար է մղել, ով ամեն րոպեն պայքարել է իր ողջ մնալու համար, ասենք 3 օրից ավել սանտիմետր առ սանտիմետր մենք ճանապարհ ենք եկել, անձրևը վերևից գալուց կամազի այդ կաբինկայի մեջ եմ եկել, հիմա որ պատմում եմ, չգիտեմ մարդիկ կամ անհետություն են համարում կամ ասում եմ ոնց, խի ավտոներ չի եղել, ավտոներ եղել է, բայց վառելիք չի եղել, չէ որ 22 թվականի դեկտեմբերի 12-ից հետո սկսվում է շրջափակումը ադրբեջանցիների կողմից ու 9 ամիս շարունակ արցախցիները պայքարել են բառից բուտ իմաստով իրենց սննդի համար, իրենց կացության համար, դեղորայքի համար, լիքը մահեր ա եղել մենակ այդ սովածությունից ու
այդ պայքարից հետո հյուծված ժողովուրդը առանց վառելիքի, առանց ուտելիքի անգամ մի կտոր հաց չէր գտնվում վերջին օրերին, որ գոնե ճանապարհին փոքր երեխաների ձեռքին դնեն լռեն մինչև ու այդպես այդ ճանապարհին էլ հյուծված եկան քանձրևի տակ, չգիտեմ, ցուրտ ու ասել եք երբ այդ հակարի կամուրջը անցնեք, դա ասել էին, որ ստուգումներ ա լինելու։ Զենքեր չեն թողել բերեն, մարդիկ վերջին օրերին իրենց զինվորական զգեստները վառում էին, իրենց փաստաթղթերը վառում էին, ինչ ասես դանակ էր, զենքեր, զինվորական ամեն պարագաները չեզոքացնում էին, վերացնում էին, մենակ հոպարս, որ չգիտեմ, էլ անասելի է ինչ թանկ գնի ու քանի հատ զենք մենակ ջարդել է, ասում եմ, որ չեմ կարողանալու տանեմ, ուրեմն թող ստեղ էլ չմնա։ Ու այդպես, չգիտեմ, թուրքը այսպես միլիմետրի տարբերությամբ դիմացդ կանգնես, բայց դու վիճակի չես իրեն ինչ-որ բան ասես կամ ինչ-որ բան անես, պապանձված մնում ես, ինչա թե կարողանաս առաջ գնալ ու անգամ երբ շշերով իրենք ջրեր էին բաժանում, ջուրն էլ ծարավ խեղդվում էինք, բայց ջրից չենք օգտվել, որովհետև մտածելով, որ մեկա, թշնամու հետ ընկերություն երբեք չի լինում, թշնամին մնում է թշնամի։ Ու հակարին անցնելուց հետո ոնց որ չգիտեմ, մի ուրիշ այլ իրականություն սկսվեց, այդ պահին ցնորված անորոշ վիճակ էր, մտածում ենք ապրում ենք, թե կորցրեցինք մենք մեր եսը թողեցինք եկանք։ Ու ինչքան էլ շատ հարցադրումներ եմ լսում, որ ասում են հարմարվել ես, նորմալ է, դե ինչ կա, որ լավ էլ ապրում ես, լավ էլ հագնվում ես, տեսքը տեղը, խելքը տեղը ունում է լիքը բաներ, ասում եմ, չէ, ես մեկա, այստեղ ինչ չեմ գտնում, ոչ թե որ չեմ կարողանում, այլ ես ինձ թողել եմ այնտեղ, այսինքն մեկ այլ բան է, դու սիրով ճամպրուկդ վերցնես, գնաս ինչ-որ երկրում ապրես, հանգստանաս, ես չեմ տարբերում, թող տպավորություն չլինի, թե ասենք ես Հայաստանը Արցախից տարբերում եմ, չէ, իմ երկու հայրենիքներն են, բայց մեկ այլ բան է ծնվել, ապրել, մեծանալ մեկտեղ, մեկ այլ բան է, ոնց է, հաշվեք նորածին երեխային մոր սրտից պոկել։ Հիմա այդ նորածինները մենք ենք, որ մեզ Արցախից պոկել են ու մեկ այնքան էլ ստեղ լիարժեք լինենք, անհնար է էլի նույն լիարժեքությունը լինի։ Ու այս 3 տարիների ընթացքում արդեն 4-րդ տարին է գալիս, անտանելի իրականում, չգիտեմ, իմ 24 տարին է արդեն լրանում, բայց իմ 24 տարիների ընթացքում հասցրել եմ 3 հատ պատերազմ տեսնեմ։ 16 թվականի պատերազմի ժամանակ 8-րդ դասարան էի դեռ ու չգիտենք, որ կարճ կտևի, հայրիկը բերեց մեզ երեխաներիս Մարտունիում բարեկամ ունեինք իրենց տուն, ասեցի պապ դե լավ, ոչինչ բան, ու դրանից հետո նորից հետ եկանք 20 թվականի պատերազմը, որ սկսեց, ուսանող էի առաջին անգամ տենց առավոտյան 7-15 էր, բարկած էի ձեներ էր գալիս, դե տունը, վարձակալած տունը հենց քաղաքի այդ կենտրոնին մոտ էր, անմիջապես ավտոշքերտների այդ ձեների տակ, մտածում ենք երևի մեքենաների այտենց ձեներ են գալիս, հետո պարզվեց չէ, պատերազմ է սկսել, իջանք նկուղ, այդ որտեղ որ մնում էինք ու անընդհատ սենց վախը սրտում, որ հանկարծ հայրիկը չգա, հին մտքերով էինք, որ երևի նորից էլի քարոյա է լինելու։ Հայրիկը նորից եկա մեր հետևից կրակոցներ այդ թեժ հատվածով անցնելուց ու առաջին բանը մենակ մի հատ մեծ բարձ էի բերել գյուղից, այդ բարձը դրեցի մեքենայի մեջ, շորերը ամեն ինչը տես թողեցինք ու եկանք 28-ի գիշերը շարժվեցինք, այն ժամանակ դեռ քարվաճառը կար, այսինքն դեռ ամբողջական Արցախներ, այդտեղով եկանք, մնացինք այստեղ, անընդհատ հայրիկին ասում ենք, ուզում ենք գանք Արցախ, Ստեփանակերտում կամավորություններ կանենք, ես ու մեծ քորս կօգնենք, չթողեց, ասես չէ, պետք չի ռիսկի դիմել, ինքը եկավ մեզ թողեց գնաց, հետո մենք ստեղ Երևանում էլ շորերի ենք բաժանում, կարիքը զգում էր, թե երեխաները, թե տարբեր տարիքային մարդիկ, գնում էինք փռերում օգնում, թխվածքներ էինք թխում, որ բաժանենք դիրքեր,
այդ ժամանակ այսպես մի հատ սփոփիչ իրադարձություն կար, որ սնիկերսների քաղցրավենիքների վրա գրում էին զինվորների համար, որ այս գրությունը եթե կարդաս, ձեռքիդ պահի, որ վերադառնաս քո հետ կամ ուստանամ, կամ քեզ կընտրեմ, կամ կպատասխանեմ քեզ, տենց ոգևորիչ բաներ էինք անում մեր զինվորների համար ու ամեն զոհվողի հետ մենք մեռնում հետ էինք գալիս։ Ու չգիտեմ, 23 թվականին արդեն որ պատերազմը սկսեց, հասկացա, որ իմ պատերազմը երբեք տենց էլ չի ավարտվում։ Այն ժամանակ գոնե հայրս կար, իսկ հիմա չգիտեմ։ Ես մեկ որ բան ա լինում, ասում եմ դավաճանի նման եմ ինձ զգում, այսինքն հայրս ինձ, այսինքն մեզ բոլորիս ամեն անգամ այդ պատերազմներից փրկել ա ու վերջում մենք դավաճանի նման թողեցինք իրեն եկանք։ Մենակ սփոփիչը էլա, որ ասում ենք դե հա ինքը իր հայրենիքում ա մնացել ու հայրիկիս այդ ցավին չդիմանալով պապիկս երկու տուն ունեինք, մեկը գյուղի ներքևում էր, մեկը վերևում, այնտեղից չէր իջնում, անգամ տատիկը բոլոր ուտելիքները բերել էր ներքևի տուն, որ չգնա, ու այդ մարդը այնքան էր սենց կամքի ուժիտ էր, որ սոված մնում էր, բայց մեկա չէր իջնում տուն, ասեց սրտից ցավ ա տալիս, գալիս եմ, դե ավտոներ էր սարքում հայրիկը, դաժե լինում էր, որ հեռախոսազանգերով էլ էր սարքում ամբողջ տարածաշրջանը, բոլորը իրեն գիտեին, ճանաչում էին, չգիտեմ, բարության տիպար էլի, ճանաչողները ափսոսում էին, չճանաչողները երանի տալիս, որ գոնե մեկ անգամ հետը կամ սեղան նստեին կամ բար փոխանակեին, ասեց սրտից ցավ ա տալիս, ախր չեմ կարում պատկերացնեմ, գալիս եմ ավտոները տենում առանց իրան ու չեմ կարում ապրեմ, ու տենց սիրտը չդիմացավ, ինսուլտ ա խփում, տան ներքևում, հենց 3 ամիս նույն օրը Ստեփանակերտում հանրապետական հիվանդանոցում սրտի կանգ ա նկատվում ու դրանից հետո իրար հետևից ասենք ուրախությունների տեղը մի ցավին դեռ սթափվելու ուշքի գալու համար մյուս ցավն ա լինում, անդառնալի կորուստն ա լինում ու պապիկի թաղման ժամանակ տատիկը հիշողությունը, գիտակցությունը կորցնում ա ու ասում ես ինչի համար են հավաքվել մեր տանը, ես ինչ ա կատարում, տենց դաժան իրականությունների մեջ այնտեղ մոռացա նշեմ, որ բանը քննությունս այդպես էլ որ չնշանակես, դրանից հետո համալսարանից կանչում են, այսինքն մինչ այդ քննությունս որ չի նշանակում, դեկանատից տեղեկացնում են, որ գիտես, որ վճարովի ես դառնում քննության պատճառով ու հայրիկը անընդհատ զանգում էր քո տարիքայինները բոլորը գյուղ են եկել, արձակուրդներ ա, դու խաբում ես, որ դասի ես, ռիսկ չէի անում, որ քննության պատճառով վճարովի համակարգ եմ ընկել, ամեն կերպ ուզում էի սենց ամենը անեի, որ այդ վարձը տայի ու ծնողից նեղություն չտայի ու բանը ասեց որ շատ տենց ասեցի պապ, որովհետև սենց վիճակը ասեց, բա մենք քեզ ուղարկել ենք, որ դու մարդ դառնաս, կարող ա դու ծնողի դասի իր վարձը ստալու ա չտայի, մինչև առավոտյան, օրն էլ չի հասցնում անգամ լրանա, գնում ա բանկով վճարում անում, չեկը ուղարկում ու ասում ա քեզ ուղարկել ենք, որ մարդ դառնաս, չգիտեմ խի ա ինքը տենց բնորոշել մարդ դառնալը այդ ճակերտավոր կրթության հետ, բայց դրանից հետո, իր դեպքերից հետո էլ որ լինում ա, զանգում են համալսարանի ավագը զանգում ա, որ հասկանում են վիշտը ցավդ, բայց եթե չգաս դուրս ես մնալու։ Հա, եթե չգաս դուրս ես մնալու ու չգիտեմ, այդ վատ վիճակից, չգիտեմ ինչ ապրումներով տատիկի հետ գնում եմ ու նույն դասախոսը էլի նշում ա, որ գնա լսարան գալիս եմ, ասում եմ եսի վիճակի չեմ, հեգնական տոնով ասում ա լսել եմ, գիտեմ, ցավակցում եմ, գնում եմ դեկանատ, ասում են էդ էլ մեր բաժին խրամատն ա, քննությունդ նշանակում ենք, մենակ խնդրում ենք կգաս դասերին, ասում եմ ինձ արյան գնով նշանակած քննություն պետք չէ ու չեմ ուզում գնամ,
անկեղծ չեմ ուզում գնամ, մեկ էլ մի պահ սթափվում եմ, ասում եմ գոնե ծնողս դրան տեղյակ է, գնամ ավարտեմ ու 23 թվականին, որ գալիս ենք այստեղ, հաջորդ տարի 24 թվականի ամռանը խոստումս կատարում եմ, ավարտում եմ, դիպլոմս վերցնում եմ, բայց ցավոք սրտի էլ սփոփելու, ցույց տալու տեղ չեմ ունենում։ Ու այս դաժան իրականության մեջ, ինչքան էլ կողքից հեշտ է թվում, ցերեկները այլ իրականության մեջ ես ապրում, կոնկրետ ես գիշերները այլ։ Երևի տենց օր չկա, որ ես գիշերը մեր տունը չտենամ, մեր են լիարժեքությունը չտենամ, թեկուզ գյուղը չտենամ, ասենք այստեղ լիքը տներ ենք փոխել, վարձակալել, լիքը իրադարձություններ ա եղել, 3 տարին քիչ չի, բայց մեկը իմ երազներում ես մեր մոտ եմ, գիշերը Արցախում եմ, ցերեկը Երևանում։ Ու չգիտեմ, մեկ ես թե գիտակցաբար, թե անգիտակցաբար երազներիս մեջ մտածում եմ, որ ուրեմն միգուցե մի օր կմիաձուլվի մեր ճանապարհները, բայց երբեմն ուզում եմ թույլ գտնվեմ, երբեմն էլ մտածում եմ, որ ինքը չգիտակցաբար կյանքի թելը կտրվեց, այսինքն գոնե իր կիսատ թողածը ես շարունակեմ, միգուցե Աստված հենց դրա համար է մեզ նույն օրը ստեղծել, նույն օրն ենք ծնվել, բայց չգիտեմ, միառժամանակ եւ ցավոտ է, եւ հպարտություն, թե նույն օրը ծնվելը, թե առհասարակ իր այդ կիսատը կամ իր շնորհիվ ինչ որ բանի հասնելը, ինձ որ ասում են որն է քո մոտիվացիան կամ որն է քո այդ ուժը, որ չի ավարտվում, ոչ մի բան քեզ չի կոտրում, ասեցի, եթե իմ ծնողի կորուստը ինձ չի կոտրել, ուրիշ ոչ մեկը, լինի անձ, լինի ինչ որ իրադարձություն, ուրիշ ոչ մեկը չի կարող ինձ կոտրել, ինքը միառժամանակ եւ իմ ուժն է, եւ իմ մոտիվացիան է, եւ չգիտեմ, ապրելուս իմաստը։